Հունվարի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում։ Մեկ օր առաջ հրապարակվել էր զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը։ Գիտեք, այստեղ սովորաբար պարզվեց այս մեքենան չի լինում, ծառայություն չի անցկացնում։ Ինչպես է, որ այսօր մեքենան հայտնվել է ու դուք այստեղ ծառայում եք։ Ոչ մի հարցերի չենք պատասխանելու, ներողություն եմ։ Լավ, այսօր մեզ էլի մոտիկացել են, նույն պատասխանը մենք տվել ենք։ Երբեք նման բան չի եղել, ու ըստ իրենց ամեն գիտակի եկել են այստեղ անվտանգությունը իբրև թե ապահովելու համար, բայց նման բան չի եղել։ Այսօր առաջին անգամ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ էր, այժմ իջել է մի քիչ ներքևում է, այնտեղ չգիտես նպատակը որն է, ինչու են այստեղ գտնվում, ինչ նպատակ են հետապնդում։ Օրեր առաջ, երևի մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարարությունում ժողով հանդիպում էր եղել, որի խորագիրը ըստ պաշտոնական հաղորդագրության դա արատավոր բարքերի ինքնասպանություն, ինքնախեղումների դեմ պայքարներ եւ հրավիրվել էին մեր գնդերեց սարկավագները, քահանաներից որևէ մեկը ներկա չէր եղել։ Ցավի սիրտ պիտի նշեմ, որ այդ հանդիպման մասին որևէ կերպ չէր տեղեկացվել նաեւ հոգեվոր առաջնորդին, հայր Մովսեսը իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով տեղեկություն չէր ունեցել, որ սարկավագները պիտի գան, բայց իրականության մեջ այլ ֆորմատի հանդիպում էր եղել, դրան մասնակցել էր նաև Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբպետը եւ խորագիրը չէր համապատասխանել այն բովանդակությանը, որ այդ զրույցը տեղի էր ունեցել եւ սարկավագներին ոչ ուղակի ձևով, այսպես փորձել էին հարցախույզի տեսքով իրենց մոտեցումը դիրքորոշումը իմանալ այս ճակերտավոր բարենորոգչական շարժումին վստահաբար մեր տղաները հակադարձել էին շատ եկեղեցականին վայել եւ ուխտապահ եկեղեցականին վայել ձևով այնուհետև իմ իմացած տվյալներով առանձնակի եւ առանձին հանդիպումներ էր եղել տղաների հետ փոխնախարարի հետ որտեղ ուղակի հարցը տրվել էր, դուք ինչ դիրքորոշում ունեք, միանում եք արդյոք, թե ոչ, էլի տղաները բան էին արել։ Դրանից հետո, դրանից առաջ էլ նաև զորամասեր, տարբեր բարձրաստիճան զինվորականներ այցելելով, փորձել էին կրկին անգամ տարբեր միջոցներով ճնշել գնդերեսների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ էր եղել հոգեբանական, թույլ չէին տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, երբեմն նաև եղել էին դեպքեր, որ թյուր ինֆորմացիա էին տարածել, որ ձեր հոգևոր առաջնորդը տեղյակ է, ինքն էլ համաձայն է, բայց իրականության մեջ այդպիսի բան չէր եղել։ Դրան հետևեց արդեն այս սպասված, գոնե ինձ համար սպասված ելքը եւ գիտենք, որ փետրվարի 1-ով Պաշտպանության նախարարի հրամանով լուծարվում է Հայաստան Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը, որ երկար տարիներ արդեն համարյա 3 տասնամյակ է հասնում, որ իր ծառայությունը բերում էր զինված ուժերում։ Դեռ ինչ պիտի դա սպասված լինել, բանակը քաղաքական կառույց չի եւ քաղաքական կողմնորոշումների վայր չի, բանակը կարծես թե պետք է զերծ մնա ամեն տեսակ Մենք խոսում ենք դասական ընկալման մասին, բայց փորձը ցույց տվեց, որ բանակը կամովին կամ ակամա խառնեցին քաղաքականությանը, ես չճշտված տվյալներ չեմ ասում, բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լծված էին այդ քարոզչությունը իրականացնելու բանակում մանավանդ գնդերեսների շրջանում։ Ես չգիտեմ զինվորականները այդ իրենք ինչպես են հանդիպել կամ հանդիպել են չեն հանդիպել իրենց կարծիքը իմանալու համար, բայց վստահաբար գնդերեսների հետ հանդիպել են եւ ուղիղ հարցը եղել է, որ դուք միանում եք այս շարժմանը, ինձ էլ նույն հարցը տվել են, իհարկե ոչ բարձրաստիճան, այլ որտեղ որ ես ծառայում եի, տվյալ զորամասի հրամանատարը, ես ասաց ուղիղ հարցը տալիս եմ,
վարչապետի այս ծրագրին միանում եք, թե չէ, որովհետև պահանջը դա էր եղել, հստակ ճշտել, կոնկրետ հարց, միանում եք, թե չէ, ես վստահաբար ասացի, որ չեմ կարող ուխտադրուժ լինել, այն երթումը, որ ես տվել եմ որպես հոգևորական իջման սուրբ սեղանի առաջ, դա ցմահ է, ցկյանս է, եւ ես հավատարիմ եմ իմ երթմանը եւ հավատարիմ եմ եկեղեցու նվիրապետական աստիճանի վեհափառ հայրապետին։ Այդ բարենորոգչությունը ֆարս է, բարենորոգչությունը այդպես չի արվում, եկեղեցին միշտ էլ իր բարենորոգչական ծրագրերը իրագործում է եւ իրագործել է դարերի ընթացքում։ Եկել են բարձրագույն զինվորական սպաներից, առաջարկել են դեմ դուրս գալ, այսպես ասած, եկեղեցուն վեհապառ հայրապետին, բայց մենք բնականաբար մերժել ենք եւ մեր վերջնական պատասխանը ոչ է եղել։ Այսինքն մենք մեր խոնարհումն ենք բերում, մեր հավատարմությունը եւ վեհապառ հայրապետին եւ մեր մայր եկեղեցուն։ Այլ կարծիք չի կարող լինել բնականաբար։ Ընդհանուր առմամբ ամբողջ կառույցի ծառայող տնտեսների վրա որոշակի փորձել են կորզել հնարավորինս աջակցություն ճակերտավոր այս բարենորոգման ծրագրի շրջանակներում կորզել մարդկանց իրենց կողմ ներգրավելով, բայց փառք Աստծուն եւ ի պատիվ մեր կառույցի ի գլուխ ունենալով կառույցի առաջնորդին, կառույցը 95%-ով անդրդվելի է մնացել եւ տուրք չտալով նաեւ այդ ճնշումներին չի միացել այս շարժմանը, իր հավատարմությունը հայտնելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ վեհապառ հայրապետին։ Գնդերեսները բոլոր իրավիճակներում ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաեւ խաղաղ իրավիճակներում եղել են զինվորի ամենամտերիմ ընկերները։ Ամենտեղ հոգևոր դաստիարակները, վստահելի ընկերները միշտ վստահել են զինվորները իրենց հոգևորականներին եւ այս իմաստով պատերազմն էլ ծառայության մի մաս է եւ ոչ մի կերպ չի տարբերվում խաղաղ ժամանակ գնդերեցի ներկայությանը զինվորի կյանքում, պատերազմն էլ եւս բացառություն չէր, երբ մենք ներկա էինք մեր զինվորների կողքին, իրենց քաջալերում էինք, իրենք հաճախ այդ վտանգը ունենալով պատերազմական իրենք էին մոտենում մեզ խոստովանում, խնդրում որ իրենց մկրտենք, խնդրում որ իրենց կյանքում մի խոսք ասենք, լավ ոգևորիչ մի խոսք ասենք, գոտեպնդող եւ այս իմաստով պատերազմը բացառություն չէր գնդերեսների համար եւ բոլոր գնդերեսները անխտիր լծվեցին նաեւ պատերազմի ընթացքում հայ զինվորի եւ հրամանատարի կողքին գտնվելու եւ արդեն բոլորիդ էլ քաջ հայտնի է որ ունեցանք նաեւ գնդերեսներ, որոնք նահատակվեցին եւ ունեցանք նաեւ վիրավոր գնդերեց եւ անշուշտ Հայր Սուրբը, Հայր Մկրտիչը, որ գնդերեց չէ, բայց ամեն դեպքում կամավորաբար եկել էր եւ ինքն էլ անհայտ կորած է։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 31-ին սովորականի պես երեկոյան ժամերգություն անցկացվեց։ Ներկա էին գնդերեցներ, հավատացյալներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, 2019 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ տրամադրվել էր Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը բանակի հոգևոր կարիքների համար։ Այստեղ մատուցվող պատարակներին, ժամերգություններին համայնքի անդամներից բացի զինվորներ էին մասնակցում։ Այժմ եկեղեցին կծառայի Քանաքեռ համայնքի հավատացյալների հոգևոր կարիքներին։ Աղը մեզ մոտ ինչպես ամեն կիրակի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարակ պիտի մատուցվի մեր գնդերեց քահանա հայրերի կողմից, Տեր Սամուել քահանան է պատարակիչը վաղը եւ մենք բնականon կյանքով պիտի մեր ծառայությունը իրականացնենք, հուսանք որևէ անախորժ դեպք չի լինի, հուսանք որևէ խոչընդոտ չի լինի մեր ծառայությանը եւ մեր հայրենիները, մեր համայնքի անդամները, ովքեր շատ սերտ կապված են Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, առիթ չեն ունենան հանգստանալու եւ իրենց հոգեվոր զգացմունքները չեն ոտնահարվի ու իրենք մասնակից կլինեն Սուրբ Պատարագին։ Դուք պատկերացումներ ունեք, ինչպես է լինելու ձեր հոգեվոր սպասավորությունը հետոյի։ Վստահաբար ունեմ, վեհապառ հայրապետը նոր նշանակում, նոր տնօրինություն կունենա, մենք էլ ինչպես խոնարհ ծառան մեր եկեղեցու պատրաստական մեր ծառայությունը պիտի շարունակենք, որևէ խնդիր չեմ տեսնում։